Բարեկալուստ Brain Arena, գիտելիքը դուրս բեր Arena։ Հարց 1. Որ երկիրն է վաճառել Ալյասկան ԱՄՆ-ին։ A. Կանադա, B. Ռուսաստան, G. Մեքսիկա։ Ճիշտ պատասխանն է Ռուսաստան։ 1867 թվականին տեղի ունեցած այս գործարքը պատմության մեջ մտավ որպես ամենաեկամտաբեր ներդրումներից մեկը։ ԱՄՆ-ն Ալյասկան գնեց ընդամենը $7.2 միլիոն։ Այդ ժամանակ ամերիկյան հասարակությունը դժգոհ էր, սակայն տարիներ անց այնտեղ հայտնաբերվեցին ոսկու հսկայական պաշարներ, իսկ ավելի ուշ նավթ, ինչը հազարապատիկ փոխհատուցեց բոլոր ծախսերը։ Հարց 2. Որ կենդանին չի կարող հետ քայլել։ A. Կենգուրու, B. Ձի, G. Արջ։ Ճիշտ պատասխանն է կենգուրու։ Նրանց երկար մսոտ ու ծանր պոչը ծառայում է որպես հավասարակշռության հենարան, իսկ հետևի մեծ թաթերը միացած են այնպիսի ջլերով, որոնք գործում են միայն զսպանակի պես, մարմինը առաջ մղելու համար։ Հետաքրքիր է, որ հենց այս պատճառով կենգուրուն հայտնվել է Ավստրալիայի զինանշանի վրա, խորհրդանշելով միշտ դեպի առաջ շարժվող և զարգացող ազգ։ Հարց 3. Որ կենդանու արյունն է կապույտ գույնի։ A. Ութոտնուկ, B. Շնաձուկ, G. Դելֆին։ Ճիշտ պատասխանն է ութոտնուկ։ Նրա արյան մեջ երկաթի փոխարեն կա պղինձ, ինչի պատճառով այն կապույտ է թվում։ Ութոտնուկների օրգանիզմն իսկական էվոլյուցիոն հրաշք է, քանի որ նրանք ապրում են օվկիանոսի խորքերում, որտեղ ջուրը ծայրահեղ սառն է, և թթվածնի քանակը քիչ է։ Պրինց պարունակող հեմոցիանին սպիտակուցն ավելի արդյունավետ է տեղափոխում թթվածինը, քան մեր կարմիր հեմոգլոբինը։ Հարց 4. Որ երկրում կա ավելի շատ ոչխար, քան մարդ։ A. Նոր Զելանդիա, B. Կանադա, G. Ճապոնիա։ Ճիշտ պատասխանն է Նոր Զելանդիա։ Թեև Նոր Զելանդիան հայտնի է իր ոչխարների ահռելի քանակով, վերջին տարիներին այդ հարաբերակցությունը փոքր-ինչ նվազել է։ 1980 թվականներին յուրաքանչյուր բնակչին ընկնում էր մոտ 22 ոչխար, իսկ այսօր այդ թիվը հասել է մոտ 5-6-ի, կապված կաթնամթերքի արտադրության և անասնապահության այլ ճյուղերի զարգացման հետ։ Հարց 5. Որ երկրի դրոշը ուղղանկյուն չէ։ A. Շվեյցարիա, B. Նեպալ, G. Բութան։ Ճիշտ պատասխանն է Նեպալ։ Նեպալի դրոշը կազմված է երկու իրար դասավորված եռանկյուններից, որոնք խորհրդանշում են Հիմալայան լեռների բարձր գագաթները։ Դրոշի վրայի պատկերված լուսինն ու արևը արտահայտում են հավերժության գաղափարը։ Նեպալցիները հավատում են, որ իրենց երկիրը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ երկնքում շողում են այս երկու երկնային մարմինները։ Հարց 6. Որ կենդանու լեզուն է ավելի երկար, քան իր մարմինը։ A. Քամելեոն, B. Մրջնակեր, G. Մողես։ Ճիշտ պատասխանն է քամելեոն։ Քամելեոնի լեզուն կարող է լինել իր մարմնի երկարությունից մոտ 2 անգամ երկար։ Որս անելիս քամելեոնը լեզուն դուրս է կրակում վայրկյանի 1/20 մասում, ինչը ավելի արագ է, քան տիեզերական հրթիռի մեկնարկային արագացումը։ Հարց 7. Որ երկրում են ավելի շատ հեծանիվներ, քան մարդիկ։ A. Դանիա, B. Նիդերլանդներ, G. Բելգիա։ Ճիշտ պատասխանն է Նիդերլանդներ։ Նիդերլանդներում հեծանվային մշակույթն ուղղակի պետական քաղաքականության մաս է։ Մոտ 17.5 միլիոն բնակչություն ունեցող երկրում հաշվառված է ավելի քան 23 միլիոն հեծանիվ։ Երկրում կառուցված է ավելի քան 35,000 կիլոմետր երկարությամբ հատուկ հեծանվային մայրուղիների ցանց, որոնք ունեն իրենց լուսացույցներն ու երթևեկության կանոնները։
Հարց 8. Որ կենդանին կարող է ճանաչել իրեն հայելու մեջ։ A. Դելֆին, B. Կատու, G. Ոչխար։ Ճիշտ պատասխանն է դելֆին։ Երբ դելֆինների մարմնի վրա անվնաս ներկով նշաններ են անում, նրանց առջև հայելի են դնում, նրանք սկսում են պտտվել ու զննել հենց իրենց մարմնի այդ ներկված հատվածները, այլ ոչ թե փորձում են հարձակվել հայելու վրա։ Սա ապացուցում է, որ դելֆիններն ունեն զարգացած բանականություն եւ անհատականության ընկալում։ Հարց 9. Որ մայրցամաքում չկա ոչ մի անապատ։ A. Եվրոպա, B. Հարավային Ամերիկա, G. Հյուսիսային Ամերիկա։ Բաժանորդագրվեք եւ լայքեք վիդեոն։ Ճիշտ պատասխանն է Եվրոպա։ Եվրոպան միակ մայրցամաքն է, որն ունի բավարար տեղումներ եւ գետային հարուստ համակարգեր, լիարժեք էկոլոգիական անապատումից խուսափելու համար։ Հարց 10. Որ կենդանին կարող է ապրել առանց գլխի մի քանի օր։ A. Մուկ, B. Խավարասեր, G. Գորտ։ Ճիշտ պատասխանն է խավարասեր։ Նրան նյարդային համակարգը թույլ է տալիս որոշ ժամանակ գոյատևել առանց գլխի։ Խավարասերի արյան շրջանառության համակարգը բաց է եւ չունի բարձր ճնշում։ Ուստի գլխատվելուց հետո նրանք արյունահոսությունից չեն մահանում։ Հարց 11. Որ երկիրը չունի գետեր։ A. Սաուդյան Արաբիա, B. Եգիպտոս, G. Թուրքիա։ Ճիշտ պատասխանն է Սաուդյան Արաբիա։ Սաուդյան Արաբիան աշխարհի ամենամեծ պետությունն է, որը ունի ոչ մի մշտական հոսող բնական գետ։ Երկրի տարածքի մեծ մասը ծածկված է անապատներով եւ ջրի պահանջարկը բավարարելու համար պետությունը հսկայական միջոցներ է ծախսում ծովի ջրի աղազրկման գործարանների վրա։ Հարց 12. Որ երկիրն ունի ամենաշատ պաշտոնական լեզուները։ A. Շվեյցարիա, B. Հարավաֆրիկյան Հանրապետություն, G. Հնդկաստան։ Ճիշտ պատասխանն է Հարավաֆրիկյան Հանրապետություն։ Հարավաֆրիկյան Հանրապետությունն իր սահմանադրությամբ ամրագրել է 12 պաշտոնական լեզու, այդ թվում ժեստերի լեզուն։ Մինչ հանդիպում։